Դերել է հայրենակիցներ։ Շարունակենք մեր հարցազրույցը, այս անգամ ճշմարտության գլխավոր ճշմարտությունը մեր ասպես կոչված Հայաստանի Հանրապետությունը, որը իրականում արդարացիորեն ճշմարտորեն կոչվում է Արևելյան Հայաստանի 28.5 հազար քառակուսի կիլոմետր, որպեսզի մենք կարողանանք մեր իմ ընկերոջ գլխավոր նպատակն է առաջին հերթին փրկենք մեր 28.5 քառակուսի կիլոմետր Արևելյան Հայաստանը, որպեսզի կարողանանք հետագայում առանց պատերազմների միջոցով դա հնարավոր է եւ իրական մեր մտածողների պատճառով որ կարողանանք վերականգնել մեր բոլոր եւ Արցախը եւ Ուտիքը եւ Ջավախը եւ ամեն ինչը Արևմտյան Հայաստանի եւ բոլոր կարողանանք վերականգնել։ Դրա համար մենք պետք է կարողանանք միտինգների միջոցով, հիմա ներկայացության միտինգների միջոցով մենք կարանք գույսները ոչ մեկի վրա մի դրենք, ոչ մեր ձևը, ոչ ընդդիմությունը, ոչ այդ 120 ասպես կոչված գույսակցությունները, ոչ կոնկուրսը, բոլորը դրանք չհասունացած բութեր են, նրանք զարգացում չունեն եւ Երևանում գտնող 60 ասպես կոչված համալսարան գոմերը, որտեղ իրավաբանություն չկա, հայոց լեզվի մասնագիտություն չկա, հայերեն չգիտեն, չեն կարող ուսանողներ մասնատեն, հայերեն լեզվով ինչ համադրության մեջ գրված, օրենքը բոլորի համար հավասար է, չգիտեն, չեն կարող բացատրել։ Եվ պատմաբանները, որը կոչվում են պատմաբահեր, որ չեն կարողանում ճշմարտությունն ասեն, որ սա Արևելյան Հայաստանի Հանրապետություն է, ոչ թե Արևելյան Հայաստանի Հանրապետություն, որպեսզի մենք կարողանանք իշխանափոխություն կատարենք առաջին ստեղ Արևելյան Հայաստանում, որտեղ բոլոր երկրների ղեկավարները, նախագահները, վարչապետները, ուժային կառույցները, այսինքն պետական ղեկ համակարգը բոլոր երկրներում են, այդ թվում եւ Արևելյան Հայաստանում անօրեն են։ Պետք է միտինգներ սկսեն միտինգների միջոցով, քանի որ Արևելյան Հայաստանի բոլոր տիվիները, հեռուստաընկերությունները, շոուներ են, որոնք աշխատում են երկու կողմի մարդկանց խաբելով, ստելով, մենակ օգտագործեն լափելու համար, նրանք ճշմարտություն չգիտեն, չեն էլ ուզում, դրդում չունեն, որտեղ հասունացած չեն, ու նրանց հասունացումը տևում է հարյուրավոր, հազարավոր տարիներ, դու նրանց մի հավատացեք, նրանք չեն կարող ձեզ օգտվել հայ ժողովուրդ, ձեր փրկությունը միակ ձեր մտածողողը միասնության մեջ, ինչպես ասել է Չարեսն է կարծում ասել, չէ։ Պետք է մենք միասնական լինենք միտինգներ, վաղվանից սկսենք միտինգներ, թե չէ 26 թվականի ընտրությունով էլի Նիկոլ Փաշովլիսկին հաղթելու է եւ ճիշտ էլ կանի, որովհետեւ վաղաշաբաթի ընտրությունները ցույց տվեցին, որ մարդիկ դեռ հասունացած չեն, ոչ որ գալերը մոտենում են, որ շարներն ասում են դուք շներին ձեռնից հեռացեք, որ մենք միասին լավ ապրենք։ Այդ Նիկոլ քպականները նույն գալերն են։ Ասում են անգրագետ մնացեք, որ մենք ղեկավար ենք, դեռ ոչնչացնենք տանք թուրքերին։ Ու Արևելյան Հայաստանի պետականությունը կործանված է 22 թվականի հոկտեմբերի 6-ին։